Օրերս տեղեկացանք, որ ԱԺՔ-ական պատգամավորները կմեկնեն Թուրքիա։ ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն ԵԱՀԿ-ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 16-ից 20-ը Ստամբուլ գործուղել ԵԱՀԿ-ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արտուր Հովհաննիսյանին, պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի Հակոբյանին։ Մարիամ Հաջի Հակոբյան ԱԺ փոխնախագահ Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի կինն է։ Թուրքիա մեկնող ԵԱՀԿ պատվիրակության կազմում չկան ընդդիմադիր պատգամավորները, մինչդեռ այս պատվիրակության կազմում են պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Աննա Մկրտչյանը, ընդ որում Գալստյանը պատվիրակության հիմնական անդամ է։ Պատվիրակությունը եւս երկու հիմնական անդամ ունի՝ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը, մյուսները փոխարինողներ են։ Սակայն փոխարինողները միշտ մեկնում են գործուղման, իսկ հիմնական անդամ Լիլիթ Գալստյանին փաստորեն արգելել են մեկնել, ինչն աննախադեպ է։ Ի դեպ, Լիլիթ Գալստյանն ԱԺ նախագահի կարգադրությունից է իմացել, որ չի ընդգրկվել պատվիրակության կազմում։ ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ այս հարցի վերաբերյալ ավելի ուշ բարձրաբանում կտան։ Կարող ենք ենթադրել, որ դաշնակցական Լիլիթ Գալստյանին խուսափել են Թուրքիա տանել, որ հայ-թուրքական այսպես կոչված եղբայրության ջերմ մթնոլորտը չփչացնի իր սուր ելույթներով կամ հարցադրումներով։ Վերջին թիմ ընտրություններին իշխանությունը որպես կանոն տարբեր համայնքներում բուքսիր տեխնացուների է խաղի մեջ մտցնում, որոնք ակնհայտ իշխանական չեն, իրենց համայնքներում բավականին հարգված, ընդունված մարդիկ են եւ կարող են ձայներ հավաքել, բայց ընտրություններից հետո կգան ու կկպնեն ՔՊ-ին, օգնելով, որ մեծամասնության քվեն չստացած ՔՊ-ն համայնքում իշխանություն ձևավորի։ Սրանք յուրօրինակ տրոյական ձիեր են, ընդդիմադիր դիմակի տակ հանդես եկող իշխանականներ։ Էջմիածինը եւս բացառություն չէ։ Այստեղ այս առաքելությամբ խաղի մեջ են մտցրել տեղի գործարար կառուցապատող Վահրամ Ազատյանին, որն առաջադրվել է Խաչատուր Քոքոբելյանի Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով։ Նրան շինարար Վահե են ասում, բավականին կապեր ունի Էջմիածնում, ակնհայտ ԿՊԱ-ական չէ, ավելին հատուկ փորձում է ցույց տալ, որ ԿՊ-ի համակիր չէ։ Օրինակ, շաբաթներ առաջ, երբ նախարարները Մեխակյանի հետ հավաքել էին մարզի գործարարներին, նրան չեն հրավիրել։ Ազատյանն այս առիթով ստատուս է գրել, թե իշխող քաղաքական թիմը փորձում է ընտրական գործընթացներում ընդգրկել նաև գործարար համայնքի եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ձևավորելու համար հավելյալ քաղաքական աջակցություն։ Գրել է նաև Էջմիածնում սա երբևէ չլսված երևույթ էր։ Վստահ եմ, որ մեր գործարարները կշարունակեն գործել իրենց բնական հունով եւ կուղղորդեն իրենց գործունեությունը մեր քաղաքի եւ մեր երկրի բարօրությանը անկախ արտաքին ազդակներից։ Ազատյանն Ավագրանի շինարարական ընկերության տնօրենն է։ Ի դեպ, Էջմիածնի կինոյի տան շենքը հենց այս ընկերությունն է գնել եւ տեղում բազմաբնակարան շենք է կառուցում, որը միանշանակ չի ընդունվել տեղացիների կողմից։ Ամիսներ շարունակ եթեր չհրարձակվող Երկիր մեդիա հեռուստաընկերությունը շուտով կրկին կվերսկսվի աշխատանքները, ամենայն հավանականությամբ նոյեմբերից։ Հեռուստադիտողին այն հասանելի կդառնա կաբելային հեռարձակման միջոցով, քանի որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հեռուստաընկերությանը 1 տարի առաջ զրկել է հեռուստաեթերից։ Երկիր մեդիայի վերահեռարձակման նախաձեռնությունը ՀՅԴԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանինն է, հավանաբար ընտրություններին ընդառաջ դաշնակցականները փորձում են քարոզչական հարթակ ստեղծել իրենց համար։ Կփոխվի նաև ղեկավար կազմը, նախկին տնօրեն Բագրատ Եսայանից դժգոհ են։ Հեռուստաընկերության տնօրինությունը կստանձնի ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը։ Լուրերի բաժնի խմբագիր կնշանակվի Երկիր AM կայքի խմբագիր Վահե Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայան իր էջում գրառում էր արել, որ բովանդակային եւ ծրագրային թարմացման, տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման համար ժամանակավորապես դադարեցվում է Երկիր մեդիա հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։ Չնայած իշխանությունը հետևողականորեն առաջ է մղում այն քարոզչական թեզը, որ հայաստանյան ընդդիմությունը, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց փոխկապակցվածները ռուսամետներ են, ու նրանց նպատակը Հայաստանի գուբերնիա ծայրագավառ դարձնելն է, սակայն ռուսական իշխանությանը մերձ աղբյուրները հայտնում են, որ իրականում Կրեմլը կայուն չեզոքություն է որդեգրել ներհայաստանյան ներքաղաքական գործընթացների նկատմամբ եւ այլևս քաղաքական էմիսարներ չի գործուղում Հայաստան, իսկ Հայաստանից մեկնած եւ դաբրո ակնկալողների ներկուլտուրական մերժում են։ Թերևս նաև սրանով էր պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսում ԱՄՆ-ին ուղղված ռևերանսները։ Հիշեցնենք, որ Քոչարյանն առաջարկում է Վաշինգտոնի օգոստոսի 8 փաստաթուղթը ոչ թե չեղարկել, այլ ավելացնել Հայաստանի Հանրապետության համար շահեկան կետեր, փոխել բանակցությունների բնույթն ու փորձել շահած դուրս գալ այն հետաքրքրությունից, որը դրսևորում է ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում։ Գուցե հենց այս առաջարկը բարձրաձայնելն էր Քոչարյանի ասուլիսի գլխավոր նպատակը, որ հանրությանը մեսիջ փոխանցվի, թե իրենք ոչ միայն Ռուսաստանի
Իրանի դաշնակցային հարաբերությունների կողմնակից են, այլև ԱՄՆ-ի հետ էլ կարող են կառուցողական հարաբերություններ կառուցել եւ չեն պատրաստվում իշխանություն գալով չեղարկել Վաշինգտոնյան փաստաթղթերը։